Վամպիրի պես սնվում է, պետք է պարզվի շատ հստակ դերակատարությունը Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան։ Մեր քաղաքացիները ես խորհուրդ եմ տալի, ասեն հա հարց չկա։ Ինքը Ալիևի տեխնացուն է, ինձ սպառնում էր ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործեր կան հարուցված։ Ինչ ասես հանձնարարում են, ճնշում են այդ մարդկանց, մեր հարցերը լուծելու եղանակները կան։ Հարց լուծող չկա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն Գաբրիել համար։ Պարոն Թաթոյան, ասում եք իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ չմասնակցեն ընտրությունների կամ որքան հնարավոր է քիչ մարդ մասնակցի ընտրությունների։ Դուք ինչ եք անում, որ որքան հնարավոր է շատ մարդ մասնակցի ընտրությանը, հասկանալի է հենց ընդդիմությանն է պետք բարձր մասնակցություն։ Ինչու եմ ես այս հարցը հատկապես ձեզ ուղղում, սա հավասարապես կարծեք թե ընդդիմադիր բոլոր ուժերին վերաբերելիք հարց է, բայց կա գնահատական, որ ընդդիմության ուժերը հիմնականում նույն ընտրազանգվածի ձայների համար են պայքարում։ Իսկ օրինակ ձեր տեխնացությունը, ձեր դեպքում շանսը ավելի բարձր է հասնելու այն շրջանակներին, որոնք քաղաքականապես առավել չեզոք տրամադրվածություն ունեն։ Այսինքն ձեզնից ակնկալում են, որ հատկապես այդ շրջանակի մարդկանց դուք կբերեք ընտրատեղամաս։ Սա այս ակնկալիքին ինչպես եք վերաբերվում եւ ընդհանրապես ինչ եք անում մասնակցություն ձեր հերթին բարձր մասնակցություն ապահովելու համար։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում այսօր, սրանից կարևոր հարց երևի թե չկա։ Նայեք, ինչ է տեղի ունենում կամ ինչ մենք նկատի պետք է ունենանք, այս ընտրությունները պատմական նշանակության ընտրություններ են, սրանք մեր պետականության, մեր ապագայի ընտրություններն են, մենք որոշում ենք ինչպիսին է լինելու մեր ապագան, ինչ ղեկավարներ են մեզ պետք, ինչ իշխանություն է մեզ պետք։ Նախ տիրում է համատարած վախի մթնոլորտ, մենք երբ սկսեցինք այս նախընտրական քարոզարշավը, այնքան շուտ ես զգացի դա, որովհետև ես որպես մարդու իրավունքների պաշտպան եւ նաեւ դրանից առաջ էլ շատ եմ աշխատել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, շատ ընտրություններով եմ անցել։ Եվ որպես միջազգային կազմակերպություններից աշխատել եմ, հետևել եմ, մոնիտորինգ են կարել։ Ինձ համար այնքան ակնհայտ էր այն համատարած վախի մթնոլորտը, որ կա, ստեղծում են։ Եվ դրա համար մենք միանգամից հայտարարեցինք, որ մենք ստեղծում ենք թեժ գիծ, գործարկում ենք թեժ գիծ, վախ չկա, շնիկ uwings.am եւ հեռախոսահամարներ 033 200 330 ու սկսեցինք ստանալ ահազանգեր, ոչ միայն մենք նաև մարդիկ հաղորդագրություններով էին ուղարկում, նաև անհատական հանդիպումների ժամանակ ու նաև քանի որ մարդկանց վստահությունը կա իմ նկատմամբ եւ նախորդ գործով պայմանավորված եւ այս ընթացքում հասկացանք նաև սխեման, նայեք ինչ սխեմա է իրականում շղթա է գործում։ Վերևից իշխանությունը ճնշումներ է գործադրում կազմակերպված ձևով, կառավարության ղեկավարի մակարդակով, ես նաև անուններ եմ հայտարարել, ես կարծում եմ այստեղ այս սխեմայի մեջ պետք է պարզվի շատ հստակ դերակատարությունը Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, որովհետև կարծում եմ այս բարձրաստիճան պաշտոնյաներն են, որ անմիջապես ներգրավված են այս նախընտրական քարոզարշավի process-ին ԿՊ-ի կողմից եւ նրանք էլ հենց ամբողջ կազմակերպում են։ Ես տեսնում եմ դա ակնհայտ իմ գնահատականն է։ Հետո իջնում են ներքև, տեսեք վախը տարածում են։ Նախ սովորական քաղաքացիների, այս քաղաքացիների նկատմամբ մեկին շատ մարդիկ կա ասում են մեզ, որ մեզ ոչ մեկ չի կարող վախացնել, եւ այդպես էլ կա այդ մարդկանց, բայց տեսեք ոնց են մարդկանց նեղը գցում։ Մեկի երեխային աշխատանքից կարող են ազատել, սպառնում են, մեկի երեխային համալսարանի հետ կապված խնդիր կլինի եւ այլն։ Թիրախային են աշխատում եւ նայեք մարզերում, գյուղերում հատկապես սա ակնհայտ է եւ բարձր մակարդակը ու մեծ չափերի է հասնում համայնքապետերի միջոցով մասպետարանների աշխատում են նաեւ ճնշում են ուսանողների մենք ձայնագրություն հրապարակեցինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը ԿՊ պաշտոնատարանձ է միաժամանակ, ինչպես է պարտադրում, ավականում, ինչպես է պարտադրում ուսանողներին, որպեսզի գնան ԿՊ-ի նախընտրական հավաքին, պարտադրում, ոչ թե հրավիրում։ Դասախոսների են ճնշում եւ այլն։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում։ Մենք այդ ձայնագրությունը ոչ թե ինչ որ սենսացիա բացահայտեցինք,
այլ դրա նպատակն էր, որպեսզի մենք հասկանանք շղթան ի վերջո ոնց է գործում, որ մեր քաղաքացիները տեսնեն։ Եվ խնդիրը նրանում է, որ շատ քաղաքացիներ իրենք տեսան դրա մեջ իրենց, որովհետև շատերն են ենթարկվում այդ ճնշումներին։ Ու մենք անմիջապես նաև հանցագործության մասին հաղորդումներ կայացնելով մեր ուղերձներ, որ հետևողական եք լինում։ հետևողականը բացի, որ նրանք հանկարծ չփորձեն պատժել ուսանողների, ուսուցիչների, դասախոսների եւ այլն, որովհետեւ իրականում խնդիրը վերևում է եւ այստեղ պետք է այդ տեսանկյունից հարցին մոտենալ։ Իսկ տնօրենները, ուսուցիչները, դասախոսները մենք նրան նույնպես հայտարարել ենք, որ պաշտպանելու ենք նրանց եւ ապագայում իշխանություն փոխվելու դեպքում, երբ իշխանություն փոխվի, մենք նրանք լինելու են մեր պաշտպանության ներքո եւ այնպես է լինելու, որ Հայաստանում որևէ քաղաքական իշխանություն չկարողանա այդ ճնշումները գործադրել։ Ու մեր քաղաքացիներին, տեսեք ինչպես ենք մենք անընդհատ փորձում ասել, համոզել, այդ անհրաժեշտությունը բացատրել, որ նրանք գնան ընտրությունների անպայման։ Նախ ես կարծում եմ դա գնալով ավելի է սերմանվում մեր քաղաքացիների մեջ։ Այդ վախերին ոչ մեկը չպետք է վախերով ընտրենք։ Մենք պետք է հանուն մեր պետության ընտրենք։ Այդ վախերը երկու տեսակի են։ Մեկը իշխանությունն է իր իշխանությունը պահպանելու համար քաղաքացիներին է սպառնում, աշխատանքից կազատեն կանեն։ Մյուսը ադրբեջանական գործոնը բերել դարձրել են մեր ներքին գործոն որպես ընտրություններում։ Այսօր մենք եւս մի դեպք արձանագրեցինք, մենք հայտարարել ենք, որ քանի որ Եմեն Եվրամիությունը հայտարարել է, որ այս իշխանությունների դիմումի հիման վրա, որ Ռուսաստանի միջամտության դեմ են պայքարում մեր ընտրությունները։ Ինչը լավ է, թող պայքարեն։ Մենք սկսեցինք Ադրբեջանի միջամտության դեմ պայքարը եւ դիմեցինք Եվրամիությանը, ես հանդիպում ունեցա Եվրամիության պատվիրակությունում, մեզ ընդունեցին, մեր գործընկերները ներկայացեցինք, որ ինչ է տեղի ունենում, պայմանավորվեցինք, որ եթե դեպքեր լինեն, մենք ուղարկելու ենք նրանք որպեսի քննեն։ Այսօր արդեն լրացուցիչ դեպք վերհանեցինք, երբ ադրբեջանական իշխանությունները նորից էլի հայտարարություն են անում։ Պատգամավորի մակարդակով է։ Պատգամավոր է, բայց իշխանության մարմինը ցույց է տալիս քաղաքականությունը, որ պետք է ընտրություններից առաջ ցույց տանք ուժը, հայ հասարակությանը անմիտ են անվանում եւ երկաթե բռունցքը այստեղ է, այնտեղ է եւ ասում են նորից էլի ընտրություններից առաջ, որպեսի հայ հասարակությունը խելքի գա վերջապես եւ այլն, հղում անելով այս իշխանություններին։ Հիմա տեսեք, այստեղ մեր քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ վախերը, որ կան, սրանք պետք է մեր վրա չազդեն մեր ապագան որոշելու հարցում։ Հակառակը, մենք պետք է նկատի ունենանք, սա մեր քաղաքացիներին շատ ենք ասում, որ քվեախցիկում մեր քաղաքացին առհասարակ հիմա էլ ամենազորն է, բայց քվեախցիկում նրան է պատկանում ամբողջ իշխանությունը։ Քաղաքացում քվեախցիկում մեր քաղաքացիները պետքա, այսինքն բոլորս նկատի ունենանք։ Այդ պահին բարձրագույն իշխանության գագաթնակետն է եւ իրացնում է քաղաքացին ու մեզանից գողանում են մեր ընտրությունները վախերով։ Տեսեք ընտրակաշառքներ նաեւ հիմա եթե նրանք նախկինում խոսում էին կոնկրետ գումարով կաշառքներ բաժանելու մասին, հիմա ինչ են անում, չէ՞։ Վարչական իրավունքի կամայականությամբ, տեսեք, ես այդպիսի ղեկավար, որ նորմալ ղեկավար, այսպես ասած, հնարավոր չի պատկերացնել, որ ես ուզեցի, որ այսօր վարորդական վկայականները խմացության հիմքով զրկվածներին տանք, չէ՞, այն Քաչնազարի պատմության պես արեցի։ Հարցում եմ դնում Facebook-ում, մարդիկ ուզեցին, ինչ ուզում եմ անում եմ։ Տեսեք, այստեղ էլ այդ կամայականությունն է, որ գործում է մեզ մոտ այս իշխանությունների, այսպես քաղաքականության։ Եվ գալով ավարտին, ասեմ այս հարցի, որ մեր քաղաքացիները ես խորհուրդ եմ տալի, ասեն, հա, հարց չկա։ Այդ որ ասում են վախեցնում են անգամ գալիս են, ասեն, շատ լավ, հարց չկա։ Ձեր ասածն է, եղավ, ոնց ասեցիք, բայց գնան ու քվեարկեն առանց այդ վախերի, որտեվ քվեարկության պահը չի վերահսկվում։ Պարոն Թաթյան, կարծեք այդ վախի մթնոլորտը առավելապես ազդում է մարզերում։ Երևանում ակնկալվում է, որ իրավագիտակցությունը ավելի բարձր պետք է լինի, թեև Երևանի դեպքում էլ ցածր մասնակցություն ունենք։ Այսինքն ընդդիմությունը մի քանի խնդիր ունի լուծելու, մարզերում մարդկանց օգնել հասնելու ավելի բարձր իրավագիտակցության, ինչը ցավոք կարճաժամկետ գործ չէ, իսկ Երևանին մոտիվացնել մասնակցելու, ընտրություններին մասնակցելու։ Երբ դուք վախի մթնոլորտի մասին եք խոսում, հետաքրքիր է, որ Երևանում պատկերը կատարվողը կարծեք այդ թեզը ինչ որ չափով կոտրում է, որովհետև մենք տեսնում ենք պարզ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին առերեսվում են եւ առանց որևէ կաշկանդվածության ասում են ամբողջ ճշմարտությունը։ Ակնհայտորեն կա դիմադրության, կա դժգոհության մեծ ծավալ, մեծ ալիք երկրում։ Հարցերի հարցն է, ընդդիմությունը կարողանալու է այդ մեծ դժգոհությունը քվեի վերածել։
Հիմա նայեք, տեսեք, ինչն է գլխավոր խնդիրները, պատճառները որտեղ են խնդիրների, չէ՞։ Մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է, ես սրա մասին շատ եմ տեսնում, շատ շնորհակալ ժողովուրդ է։ Օրինակ, ես դա զգում եմ հատկապես, երբ ես մարդու իրավունքների պաշտպանների հարյուրավոր հարցեր ենք լուծել մարդկանց համար, գնում են շատ տեղերում, մոտենում են, ասում են, շնորհակալ են լինում, արտահայտում են, այսինքն մեր ժողովուրդը գնահատել գիտի, սա շատ կարևոր է։ Պարզապես մեր ժողովրդին այնքան են խաբել, տարիների վեր տարբեր պաշտոնյաներ եկել են խոստումներ են տվել, ասել են ձեզ համար էս կանենք, ոսկե սարեր են խոստացել, գնացել են սեփական բիզնեսներն են դրել, հարստացել են պետության հաշվին, դիզել են իրանց, հետո եկել նորից էլի սկսել են մարդկանցից ձայն մուրալ եւ նորից այդ մարդկանց բանի տեղ չեն դրել, խոսում են մարդկանց հետ, հələ տեսեք այս իշխանության բարձրակետը այդ լկտի պահվածքի կառավարության ղեկավար, դու ո՞նց կարող ես մարդու հետ խոսալով կնոջ վրա հայ տղամարդը հələ ղեկավարել ես, բայց հələ տղամարդկությունը չկա, գոռում ես կնոջ վրա, որտեղ ես այդպիսի ղեկավար չեմ պատկերացնում, ինչ կապ ունի այդ մարդը ճիշտ է, սխալ է, եկել է քո ես մոտեցել է հարց է բարձրացնում, դու պարտավոր ես այդ հարցին պատասխանել։ Հիմա այս ամբողջ այս տարիների այս քաղաքականության արդյունքում այսօր էլ մանավանդ այս իշխանությունը ասեն զզվացնում է այս աղմուկ, աղաղակով, գիտեք, մարդիկ դրա համար է, որ ամեն ինչ անում են, որ զզվեն չգնան ընտրությունների։ Մարդիկ նաև հուսահատ են, կարևոր է, որ իրենց խաբված են զգում։ Դրա այսօր էլ մանավանդ ունենք իշխանություն, որը խաբեբա ուղակի իշխանություն է, ունենք կառավարության ղեկավար, որը խաբում է կոնկրետ դիմացը ցած նայում է աչքերի մեջ, խոսում է ու խաբում է։ Մարդիկ դա զգում են եւ դա շատ ազդել է մարդկանց այդ հավատի վրա դեպի պետություն, դեպի ընտրություններ, որ կարող է իրոք այս անգամ էլ բոլորը շատերն է հարցը բարձրացնում, այս անգամ էլ հանկարծ չսխալվենք։ Ես օրինակ ինչ եմ մեր քաղաքացիներին միշտ ասում, մեր օրինակով ենք ցույց տալի, ասում ժողովուրդ ջան, իմ աշխատանքը ձեր աչքի առաջ է միշտ եղել։ Երբեք որևէ դեպք չի եղել, որ ես հանկարծ որևէ մեկի խաբեմ, որևէ բան չանենք, ժողովրդի հաշվին հարստանանք, անտեսենք եւ այլն։ Մեզ հենց այսպիսի իշխանություն է պետք։ Ուղիղ հարցնում եմ, ասում ենք դուք ուզում եք այսպիսի իշխանություն։ Հա, ասում են, ուզում ենք։ Դե այդպես էլ ենք խնդրում, ասում ենք դե ուրեմն մենք խնդրում ենք վստահել մեզ այս անգամ եւ այն ինչ որ եղել է նախորդ գործունեությունը մենք այդպես էլ շարունակելու ենք ու գիտեք նաև մեր ժողովրդին պետք է ցույց տալ, որ մենք պետք է ունենանք իշխանություն, մարդիկ, ովքեր կարողանում են հարց լուծել, ովքեր գիտեն պետական կառավարումը ինչպես է, ովքեր պետության մեջ աշխատել են, արդյունք են ստացել, առաջ են գնացել։ Սա էլ է կարևոր, որ մեզ այս խնդիրները լուծող է պետք, հարցի լուծման ձևը ցույց տվող է պետք, որտեղ մարդիկ նաև սրան չեն հավատում։ Այսպես պետքա փորձենք անընդհատ մարդկանց ասել սա։ Պարոն Թաթյան, ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը ինչպիսին է։ Համեմատում եմ տարբեր ուժերի, հատկապես իհարկե ընդդիմության ծրագիրը, իշխանության ծրագիրը իմաստել չունի կարդալ հասկանալի պատճառներով, իրենք մեկ անգամ ապացուցել են, որ հանգիստ կարող են դրժել։ Ընդդիմության ծրագրերը համեմատում եմ եւ տեսնում եմ մեծ հաշվով նմանօրինակ, նմանատիպ ծրագրեր են, հասկանալի է, նորմալ է, բնական է, օբյեկտիվ է, որ նման են։ Ձեր ծրագրի պարագայում հատկապես ինչն է, որ դարձնում է ավելի յուրահատուկ եւ հատկապես որ դրույթներն է, որ ձեր կարծիքով մարդկանց պիտի գրավի եւ ստիպի, որ ձեզ ընտրեն։ Նախ առաջինը մենք իսկապես որևէ առնչություն չունենք այդ նախկին, ներկա, ռուսամետ ուժ, արևմտամետ ուժ, չգիտեմ ինչ ադրբեջանական ուժ, ոնց որ այս իշխանությունն է Ադրբեջանի թեկնածու որպես մենք արտահայտում ենք Հայաստանի շահերը։ Ես բացառապես ղեկավարվելու եմ Հայաստանի շահերով։ Միայն մեզ պետք է ղեկավարություն, որը իսկապես ժողովրդի մասին է մտածում, հայ ժողովրդի եւ մեր քաղաքականության հիմքում պետք է լինի դա։ Մեր ծրագրերի մեջ ինչն է շատ կարեւոր։ Ես 3 հիմնարար քայլ կառանձնացնեմ։ Առաջինը անվտանգություն։ Մենք ենք, որ հստակ նախատեսում ենք, որ մեր բանակը, մեր անվտանգության հիմքն է, ողնաշարն է։ Ֆինանսավորումը օրենքի մակարդակով պետք է լինի 8%-ից ոչ ցածր։ Դա նշանակում է պաշտոնավարմանը հաջորդող տարվանից $1 միլիարդ ավելացնել։ Դրանից բացի մենք մեր բանակի բարեփոխումը պետք է անենք եւ տեղերում որոշում կայացնող հրամանատարական կազմը զարգացնենք եւ այլն։ Պետք է հրապարակենք ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների զեկույցները երկու պատերազմների վերաբերյալ։ Մենք ունենք երկրորդ հիմնարար մեր ծրագիրը կրթությանն է վերաբերում։ Տեսեք, ես ինքս իմ ամբողջ կյանքում, երբ սովորել եմ, հասել եմ արդյունքների, արել եմ
իմ կարողություններով, իմ գիտելիքով, որևէ մի հարուստ կապերով, մեծ կապերով ոչ ազգական է ինձ օգնել, ոչ ինչ որ մեկն է ինձ առաջ տարել, եւ այո, ես դժվարությունների մեջով եմ անցել։ Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր երիտասարդները չանցնեն այդ դժվարություններով։ Մեր ծրագիրը շատ երիտասարդներին է ուղղված, նրանց ապագային, որ արդար լինի ամեն ինչ, որ երիտասարդ իմանա, եթե ինքը գիտելիք ու կարողություն ունի, աշխատեց, իսկ դրա մոտիվացիան տալու ենք մենք, ծնողի դրամապանակը, ծնողի ֆինանսական վիճակը ոչ մի նշանակություն չի լինելու նրա առաջխաղացման հարցում։ Օրինակ մենք 9+ այս ավագ դպրոցի համակարգը որպես այդպեսին որ այսօր կա, ամբողջությամբ փոխելու ենք։ Սա երեխաներին սովորեցնում է չսովորեցնել։ Մենք պետք է մոտիվացիոն համակարգով այնպես անենք, որ դպրոցից բուհ ընդունվելը լինի շատ սահուն, իսկ վերջի տարին 12-րդ տարին լինի կամավոր բուհ ընդունվող այն անձանց համար, ովքեր ուզում են բուհ ընդունվել։ Կրթությունը Հայաստանի քաղաքացիների համար պետական բուհերում պետք է լինի անվճար։ Ուսանողական ճկուն վարկեր, ես ինքս տեսել եմ, սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ռուսաստանի գլխավոր դատախազությունից էր իմ առաջին օպոնենտը, Եվրոպայում եմ սովորել, տեսել եմ աշխարհում ինչպես է այս ամենը։ Ուսանողական վարկեր նշանակում է ուսման ժամանակ ուսանողը չի վճարում, ծնողի վրա բեռ չի ընկնում, ավարտելուց եւ աշխատելու ընթացքում է վարկը վճարելու պարտավորությունն առաջանում։ Սրանից զատ մեր ամենակարևորներից է աշխատանքը, մեր երիտասարդներին մենք պետք է տանք աշխատելու երաշխիք, որ երիտասարդը արդյոք ոչ թե մտածի օրինակ ընդունվեցի միտեղ արտասահման, ինչ լավ է գնամ այնտեղ կյանքս դասավորեմ, ծնողներն էլ ուրախանում են, ասում են դե գտավ տեղը, թող գնա, այլ լինի մեր երկրում բուհից աշխատանք պետք է լինի հստակ ծրագրով ապահոված, որ պետությունը աստիճանական նախապատրաստի ու բուհերը ոչ թե լինեն շրջանավար թողարկող, այլ որոշումներ կայացնողներ ավարտեն, այլ կոնկրետ մասնագետներ ավարտեն, իսկ դպրոցի հետ կապված նաև մի բան էլ ասեմ, որ մեր ծրագրով 9+2 սկզբունքով, այսինքն դառնում է 11-ամյա կրթություն պարտադիր, 12-րդը կամավոր բուհի համար, բայց 11-ը ավարտողը զուգահեռ ստանում է նաև միջին մասնագիտական կրթություն։ Ոչ միայն ավարտական փաստաթուղթ, որ դպրոցն ավարտեց, նաև միջին մասնագիտական կրթություն են տալիս ըստ ցանկի ինքը աշակերտը ընտրում է։ Օրինակ, սանտեխնիկ, վեբ դիզայներ, վարսավիրական գործ, այսինքն երբ աշխատում երեխան ավարտում է, ինքը արդեն, ինչպես ասում են, մի փեշակ ունի։ Կարող է գնալ դրանից հետո օրինակ աշխատել, չգիտեմ, եւ մենք այսպես պետքա վստահություններ շնչենք, ուժ տանք։ Ես այս 3-ը կառանձնացնեի, իհարկե այնտեղ կա նաև տնտեսություն եւ այլն, նույնպես շատ կարեւոր ծրագրեր ունենք։ Պարոն Թաթյան, անվտանգայինի հետ կապված վերջերս դուք անդրադարձել եք Ալիևին, պատասխանել եք, քանի որ ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը դա անելու համարձակություն չունի եւ ասում եք, որ վաղ թե ուշ երկու երկրների խնդիրները ձեր գնահատմամբ պետք է լուծվեն իրավունքի ճանապարհով։ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, պարոն Թաթոյան, ուժի չկիրառման սկզբունքն է, բայց մեր դեպքում այդ ուժի չկիրառման սկզբունքը արդեն խախտվել է։ Արցախի հարցը Ադրբեջանը լուծեց ուժի չկիրառման սկզբունքի խախտմամբ։ Հայաստանի դեմ գործողություններ արել է այդ սկզբունքի խախտմամբ։ Աշխարհում այս պահին կոնֆլիկտներ կան, որոնք այդ իրավունքը ոտնահարելու ճանապարհով են ընթանում։ Այսինքն շատ պարզ է, որ միջազգային իրավունք ասված իսկապես ճգնաժամ է ապրում եւ երկակի ստանդարտներ առավել քան հիմա դրսևորվում են։ Հիմա դուք այսքանից հետո հավատում եք, որ հնարավոր է հղում տալ միջազգային իրավունքին եւ այդ ճանապարհով հարաբերություններ կարգավորել, կառուցողական դաշտ կարելի է բերել Ալիևին, որը այսքան շատ խաղաքարտ ունի իր ձեռքում։ Կառավարության այսօրվա ղեկավարը ոչ թե Ալիևին պատասխանելու ցանկություն չունի, այլ ոչ տղամարդկություն ունի, ոչ էլ կարողություն ունի, ոչ էլ այդքան ռիսկ ունի, որ պատասխանի, որովհետև ինքը Ալիևի թեկնածուն է եւ բնականաբար նրա ազդեցության ու ենթակայության ներքո է բնականաբար, այսինքն միջազգային գագաթնաժողովի ժամանակ այդ մարդը մեր երկրի ինչ ասես ասում է, փոխանակ պատասխանի, ասում է իսկ ինձ կհրավիրես գամ Բաքու, նենց փոքր երեխայի նման ում հանդիմանում են։ Այսինքն այստեղ սա ուզում ես գնահատականը հստակ տան, որտեղ ի սկզբանե այդ ամբողջ գործողությունների շղթան նաև սրանով է պայմանավորված։ Հիմա ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, մենք այն, որ մենք ունենք ստրատեգիական անկարող իշխանություն, ստրատեգիական անկարող,
անգլերեն կոչվում է strategic incompetence, այսինքն սա շատ լուրջ կոնցեպցիա է, որտեղ այդպիսի սովորաբար այդպիսի տես ուղղակի մարդիկ են լինում, որ մասնագիտական գործի չեն լինում։ Հիմա այդ անկարողություն ունեցող մարդը եկել է դարձել է Հայաստանի վարչապետ։ Դա այս ստրատեգիական անկարողության պատճառն է, որ թվում է թե մեր հարցերը չի լինում լուծել ու ինչ անենք, անելանելի վիճակ է։ Տեսեք, ինչ է այսօրվա իշխանությունը անում։ Անընդհատ հարցերը գցում է տարբեր կողմերի վրա։ Նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, չէ՞, ասում է դուք եք մեղավոր, դուք եք ընտրել այս կառավարությունը, դուք էլ ուրեմն պետք է քաշեք ամեն ինչ։ Տեսեք, եւ ինքը չի իր վրա վերցնում, բա լավ, այս իշխանության դերը որն է եղել, ինքը ինչ անի, վերջո իշխանությունն է պատասխանատու ամեն ինչի համար։ Ես վստահ եմ ուղղակի մեր հարցերը լուծելու եղանակները կան։ Ես դրանք շատ հստակ պատկերացնում եմ։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ միջազգային դատարանների հետ, անընդհատ միջազգային հայցեր ենք ներկայացրել, միջազգային մարդու իրավունքների դիվանագիտությամբ ենք առաջ գնացել, բոլոր տեղերով հարցերը բարձրացել ենք։ Գիտեք, Ադրբեջանին այս իշխանության խնդիրն է, ինքը ասում է մենք Ադրբեջանի հետ այսպես ինչպես ասում են ածին ենք աշխատում եւ մեզ պետք չէ որևէ մեկը, մենք ինքնուրույն ենք նրանց հետ։ Ամենագլխավոր սխալներից մեկը սա է, որովհետև Ադրբեջանը այն աստիճան թշնամանք ունի, դու չես կարող նրա հետ աշխատել։ Ալիևը միջնորդ է մեզ պետք։ Ալիևը հունվարին հայտարարեց, վերջին անգամ շատ հստակ հունվարին հայտարարեց, որ միջազգային իրավունք իր համար գոյություն չունի։ Նա ասում է իմ համար ուժ կա։ Հիմա այդ մարդու հետ ինչ կնաս միջազգային իրավունք քննարկես։ Պարզ է, որ նա միայն զենքին ու սպառնում է, պատերազմով եւ այլն։ Դրա համար այո, մեզ պետք է, մենք աշխարհում ունենք ընկերներ, մենք մենակ չենք։ Մենք ինքներս հարցերը պետքա ճիշտ բարձրացնենք։ Մեր հարցերը որ բարձրացնենք, նաեւ այնպեսին են, դու պետք է տանես կապես այդ երկրների ցույց, որ նրանց շահերից էլ է բխում։ Ճիշտ է, մեր շահն է, մեր ազգային շահերը պետք է առաջնորդվես, բայց դու պետքա տանես նաև ցույց տաս եւ ես վստահ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճիշտ աշխատելու դեպքում, չգիտեմ, Եվրոպա, օրինակ Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ, մյուսների հետ ճիշտ աշխատելու դեպքում մենք կարողանալու ենք հարցեր առաջ տանել։ Միջազգային մեխանիզմները պետք է օգտագործեն։ Տեսեք, այս իշխանությունը այն աստիճան է, որ միջազգային մեխանիզմներում ընդհանրապես օրինակ մոռացության է տրված մեր սահմանների օկուպացիան։ Չկա ոչ միտեղ չեք տեսնի, որ Հայաստանի սահմանները ենթարկվել են ադրբեջանական ներխուժումների եւ օկուպացիայի ու այդ հարցը դրված է քննարկման։ Մենք օրինակ չլինելով իշխանություն, ես անընդհատ էլ գանգատներ եմ տանում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե հենց հիմա գանգատներ ենք տանում, որոնք վերաբերում են ադրբեջանական զորքերի դուրս բերմանը։ Օրակարգերի չկա, ոչ միտեղ չկա հսկայական գագաթնաժողովը Եվրոպա, Հայաստան գալիս է Եվրամիություն, Հայաստանում են անում, այդքան երկրի ղեկավար, բա մի հատ ազգային հարց, այդ վերջնական փաստաթղթում չլինի, այսինքն մեր օկուպացիոն ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրս գալը, գերիների հետ կապված, անհայտ կորածն է մեր զինվորների, ընտանիքների հետ կապված, չկա, այսինքն հարցը ոչ թե լուծում չկա, այլ հարց լուծող չկա։ Դրա համար մենք ինչպես եմ անում, ես ամբողջ կյանքս աշխատել եմ միշտ այս բնագավառներում նման հարցերի, դրա համար ես շատ վստահ եմ այս հայտը ներկայացրել, որ ես գիտեմ ինչպես հարցերը բարձրացնել, մենք դրա համար էլ ունենք այնպիսի կարող թիմ եւ նաեւ հետագայում էլ աշխատելու ենք, ես պետական ապարատում շատ լավ գիտեմ, այսօր շատ տեղերում աշխատող մարդիկ կան, ես նրանցից շատերի հետ աշխատել եմ, ես շատ լավ գիտեմ, որ ես մեկ-մեկ մտածում եմ ամեն մեկի կարողությունները ու ես իմ համար արդեն պատկերացնում եմ ում որտեղ պետք է կադրային բանկ ունեք։ Գիտեք, նրանք հիմա պետական համակարգի շատերը աշխատողներ են, ես իհարկե անուններ չի տալը, բայց նրանք վստահ եմ, որ ինձ լսում են, իսկ գիտեն, որտեղ մենք միասին աշխատել ենք։ Ես անգիր պատկերացնում եմ նրանց որտեղ կարելի է ներգրավել, մենք այնքան կարող մասնագետներ ունենք, որոնք չգնահատված են նաև այդ միջին օղակներում հատկապես դրանից կարող է վերև ցածր, բայց Նիկոլ Փաշինյան այսօրվա քաղաքականությունը տանում է ինքը եւ իր հավաքած մարդիկ, իր բերած մարդիկ, այսպես ասեմ, որոնք ամբողջությամբ տեսեք ինչի են հասցրել երկիրը։ Պարոն Թաթյան, ինչի են հասցրել երկիրը, առավելապես հիմա արդարության մեծ պահանջ կա, սա քաղաքական պահանջ է, դուք էլ կարծեք թե ձեռքը զարգերակին դրել եք, կարգախոսը հետեւյալն է, հա, արդարությունը գալիս է։ Դա մի խոստում է, որը ուղիղ կամ անուղղակի շատ ուժեր տարիների ընթացքում տվել են, բայց
բայց դրանց կարծեք թե մեր կյանքի որակը չի լավացել եւ միջավայրը ավելի արդար չի դարձել։ Թվում է թե թեորիապես ամեն ինչ հասկանալի է, կոռուպցիայի դեմ պայքար, հավասար հնարավորություններ, մարդու իրավունքների պաշտպանություն, թափանցիկ կառավարում եւ այլն, բայց այդքանով հանդերձ մենք շատ սուբյեկտիվ ընկալում ունենք արդարության վերաբերյալ։ Եվ այս պարագայում կարծում եմ, որ երբ նաև անհրաժեշտ է լինելու որոշ չափով կոշտ մոտեցումներ, որքան էլ որ հակասական հնչի, արդարություն, արդարադատություն հաստատելու համար կոշտ մոտեցում եւ քաղաքական կամք է պետք լինելու ցուցաբերել։ Դուք սրան պատրաստ եք եւ երբ ասում եք արդարությունը գալիս է, հատկապես ի՞նչն է այս ճանապարհին ամենաառաջնայինը ձեր ընկալմամբ, հաշվի առնելով նաև հանրային հարաբերությունների այսքան աղճատված եւ անառողջ վիճակը։ Նայեք, արդարությունը գալիս է ինչու հենց այսպիսի ձևակերպմամբ, որտեվ որ մենք ցույց տանք անխուսափելիություն, որ արդարությունը գալիս է, անխուսափելի է եւ առանց արդարության չեն կարողանալու ոչ հզորանանք, չեն կարողանալու ոչ պաշտպանենք մեր իրավունքները, ոչ էլ պատասխան տանք այն մարդկանց, ովքեր ոտնձգում են մեր իրավունքների դեմ։ Եթե չունեցանք արդարություն, սա հիմքն է։ Դու պետք է ունենաս արդար պայմաններ ու սկսես զարգանալ։ Արդար պետությունն է, որ կարողանում է հզորանալ, արդարությունն է, որ երիտասարդին տալիս է հնարավորություն, անկախ նրանից ծնողդ ինչ հնարավորություն ունի, դու գիտելիք ու կարողություն ունեցար, առաջ ես գնալու միշտ։ Արդարությունն է, որ արժանիներին է առաջ տալիս եւ այլն։ Բայց այսքան տարի տեսեք, այո, բոլորը խոստացել են արդարություն, ինչու չի եղել։ Որովհետեւ նախ որ ասեցի, խոստումներ են տվել, ժողովրդին չեն իրականացրել։ Պետական պաշտոնյաները հաճախ եղել են պաշտոնյաներ ու շատ, ոչ բոլոր իհարկե, բայց շատ, ովքեր պետությունը դիտել են անձնական հարստացման միջոց։ Գնան պաշտոնյա դառնամ, երեխեն պաշտոնյա դառնա, ամբողջ Գերդաստանին հետը ընտանիքին տանի, մրցույթներ կազմակերպեն, տենդերներ շահեն եւ այլն, տեսեք, ստացվել է այնպես, որ եթե դու կապեր չունես, ինչ դու ուրեմն դատապարտված ես, լինելու մեկուսացված կամ հնարավորություն չունենալու։ Մյուսը, եկեք վերցնենք պաշտոնյաների վերաբերմունքը։ Արդար է արդյոք, երբ պաշտոնյան մարդու հետ վերևից է խոսում, երբ պաշտոնյան մարդու հետ ինչա թե թիկնապահներով է շրջապատված, չէ՞, մի քանի օր առաջ տեսանք, կարող էին թույլ տալ ամենակեղտոտ պահվածքը։ Ինչ կապ ունի մարդը ճիշտ է թե սխալ, ինքն է քեզ ընտրել, ինքն է ձևավորել այս իշխանությունը։ Լավ, մարդը ապրում է այս հասարակությունում, դու ով ես որ մարդու հետ այդպես խոսաս։ Հələ մի հատ տեսնեմ այդ թիկնապահները չլինեն, այդ իշխանությունը չլինի, դու կարող ես այդպես խոսալ։ Գիտեք ինչի է այդպես խոսում, որտեվ զգում է, որ անպատժելի է եւ պաշտպանված է թիկնապահներով, իշխանություն ունի։ Այս սա է, որ տարբեր խմբեր, անընդհատ պաշտոնյաներ, այդ որ ինքը անընդհատ ասում էր մեքենաներով են պատտվում, չգիտեմ ինչ, ախրանիկներով, այն նույն բանը հիմա իրանք են անում։ Պարզապես ներողություն կարող ես սա վարակի, չէ, ասենք հենց դուք էլ թիկնապահներ ունենաք, կներեք դուք էլ նման վարք ցուցաբերեք։ Ես իմ աշխատանքով ես երբ եղել եմ բարձրաստիճան պաշտոնյաներ եմ զբաղեցրել, բոլոր իմ պաշտոնները այս վերջին 10 տարվա հնարավորություն լիարժեք տվել են ամեն ինչ ունենալու։ Օրենքով հնարավորություն եղել է թիկնապահել ունենալ, հատկապես երբ ադրբեջանական իշխանությունը ինձ սպառնում էր ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործեր կան հարուցված, ինձ նաև առաջարկել էր ինձ սպառնալիքների կապակցությամբ ադրբեջանական կողմից։ Ինձ առաջարկվել է նաև հատուկ ծառայություն, որպեսզի ինձ հետ լինի։ Ես երբեք չեմ համաձայնվել դրան, որտեղ ես անգամ չեմ սովորացրել ինձ այդ պաշտոնյայի կյանքին։ Գիտեք, իմ աշխատակազմը գիտի, ես իմ անգամ որ վարորդ կար, ես հաճախ ինքս եմ վարում մեքենան, ինչի որ ինչ չսովորացնեմ հանկարծ նման կյանքի, չնայած ես այդպիսի մարդ չեմ, բայց ես ինքս իմ համար դա է կոմֆորտը, ես դա եմ սիրում, հասկանում եք, եւ հիմա որ ես մարդկանց հետ շփվում եմ, ես նույն Արման Թաթոյանն եմ, հասկանում եք, ես ուրիշ մարդ չեմ եղել, որ հիմա փոխվեմ։ Գիտեք, մի այսպիսի խոսք ասում է, մարդու բնավորությունն է որոշում մարդու ճակատագիրը։ Հիմա իմ բնավորությունը կամ ես այսպիսի կոդով, այսպիսի մարդ եմ ու այսպիսի մի արդարության մի հարցով էլ նայեք, էլ ինչ կա որ արդարություն, անարդարություն։ Միտքս եկավ մի կարևոր բան, տեսեք, մեր գյուղերում մարդիկ մեկուսացված են, չէ, արտաքին աշխարհից մի տեսակ։ Ստացվել է գյուղում ապրելը դատավճիռ է, ինչ է, որ մարդը մեկուսացած լինի, եթե գյուղ է, ուրեմն պետք է վատ կրթություն լինի, եթե գյուղ է, ուրեմն ամեն ինչ պետք է անենք, որ գնանք կամ քաղաք կամ Ռուսաստան խոպան գնանք կամ ուրիշ երկիր գնանք։ Ոչ իհարկե, դա տեսեք, դա էլ է անարդար։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր գյուղերում, մարզերում կրթությունը լինի հավասար
նույն նրան, որ Երևանում է։ Դրա համար մենք տեղափոխենք նաև մարզեր, օրինակ մենք բուհական 3 կլաստեր պետք է ունենանք. Երևան, Հյուսիս, Հարավ, որ զարգանա, որ չստացվի այնպես, որ դու ուրեմն Երևանում ես, դու ունես բարձր ես քեզանով, եթե մարզը ավարտել չէ։ Եկեք ուրիշ օրինակ բերեմ, օդանավակայանները, Զվարթնոց օդանավակայանով մենք հպարտանում ենք բոլորս, բայց ինչի՞ պետք է մենակ Զվարթնոց օդանավակայանը լինի։ Շիրակ օդանավակայանը վերցնենք, Շիրակ օդանավակայանը զարգացնենք, պետք է մրցակցող գլխավոր օդանավակայանը Զվարթնոցին լինի Շիրակը, որտեղ միջազգային ավիաուղիներ կան։ Մարդը գնում է օրինակ Եվրոպա գալիս է, չէ՞, պետքա ինչի չգնա Շիրակ օրինակ։ Այդ տարածաշրջանի ժողովուրդը ինչի պետքա գահստի Երևան, կամ Երևանի ժողովուրդը ինչի չպետք է գնա այնտեղից թռնի։ Տուրիստները գալիս են տրանզիտ չվերթներով գան այդտեղ, հյուրանոցներ կկառուցվեն, բիզնեսը կզարգանա, տեսեք, այսինքն որտեղ դուք մտնես անարդարություն է, անարդար վիճակ։ Հիմա գանք ազգային հարցերին։ Այստեղ նույնպես անարդար վիճակ է, այսինքն մարդու կենցաղից սկսած, այն որ մարդը կարա վարկի տակ լինի, պետական ծառայողներին պահում են վարկի տակ, ոչ միայն բոլորին, որ գերի դարձնեն, իմանան, որ աշխատավարձ ստանում կախման մեջ են պահում, ինչ ասես հանձնարարում են, ճնշում են այդ մարդկանց, էս են անարդարություն, ազգային հարցերը, մենք հզոր ժողովուրդ ենք, այսքան հազարամյակների հզոր ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհով հələ տեսեք ինչ հնարավորություններ ունենք, չէ, որ մենք ունենք աշխարհի որտեղ ասես մենք հայ ունենք ամենահզոր, ամենայն պետական մարմիններում, մասնավոր կազմակերպություններում, ինչեր կարող ենք անել, որ ուզենանք իրարով, չէ։ Հիմա այս մեր ազգային հզորությունը, ինքնությունը թողած մեր մշակույթը, մեր հզորությունը, եկել ենք այս Ադրբեջանին դարձել ենք, մեզ սպառնում են ամեն օր, ասում է համանդություն փոխի, այս վարչապետ ունենք, որ ասում է հարց չկա, Ալիևի հադրակվե անեմ, ասում է թռի, ասում է հարց չկա, 2 մետր թռնեմ, թե 3 մետր թռնեմ, հա, էս էլ է անարդար, չէ։ Այսա մեր նպատակն է, այս արդարությունը գալով համակարգային համատարած փոփոխություններ անել։ Պարոն Թաթյան, իմ գնահատմամբ անարդար է նաև անկարող ընդդիմություն ունենալը եւ այս առումով դուք մեծ ներուժի մասին եք խոսում, շատ կարեւոր է, որ այդ ներուժը դրսևորվի հունիսի 7-ին։ Ես այս պայն կարծում եմ իմաստ չկա խոսել ընդդիմության միասնական գործելու մասին, որովհետեւ հիմա որոշվեց այսպես գործել, բայց երբ դուք խոսում եք իշխանության խախտումների մասին, հասկանալի է, որ մեծ հսկայական մեքենա է գործում, սրան պետք է, որ հակադրվեր մեկ ուրիշ համակարգ, ընդդիմությունը ունի որոշակի պայմանավորվածություն այս հսկայական մեքենայի դեմ միասնաբար պայքարելու, ոչ թե միասնաբար հանդես գալու որպես քաղաքական միավոր, դա չկայացավ, տեսանք, բայց ունի պայմանավորվածություն միասնական ճակատով իշխանության խախտումների դեմ պայքարելու, այսինքն շատ շոշափելի ռեալ քայլերի առումով միասնականության պայմանավորվածություն կա։ Նայեք, նախ կարողության հետ կապված մի այսպիսի բան էլ ասեմ, օրինակ դուք ընդդիմությունը, ես մի հատ իշխանությունից էլ ասեմ եւ անցնենք նաեւ այս ընդդիմության կողմից արձագանքներին սկսենք քննարկել։ Նայեք, այս իշխանությունը այն աստիճան անկարող է, որ իրենց պատգամավորները անգամ այս Ադրբեջանից, որ իրենց տալիս են 2 դույլ ցորեն, 2 կանիստր բենզին եւ այլն, սրանք էլ դրանով արդարացնում սպիտակերես են անում Ադրբեջան։ Ասում են նույնիսկ չգիտեն որտեղով է դա գալիս, ասում են ուղիղ Ադրբեջանից է գալիս։ Այսինքն այդ պատգամավորին դու լսում ես, ասենք, օրինակ իմ մոտ ինձ թվում է այդ մարդիկ իսկի Հայաստանի քարտեզներ չգիտեն նորմալ։ Այդ հիմա որ առեն ձեռքները պտտվում են, երևի տից են սովորել, էլի, բայց որ sense աշխարհագրական դիրքով պատկերացնես, ինձ թվում է այդ էլ չգիտեն։ Այդ կարգի է եւ դուք ճիշտ եք ասում, այս կարգի իշխանություն ունենալու պրոբլեմը որն է 30 այսքան տարիների 30 տարի ինչքանը միջև 2018-ից սկսած այդքան տարիների սխալների արդյունքն է, որ մենք ունենք այս իշխանությունը, որ միջև հիմա շարունակում է։ Հիմա ընդդիմությունը գանք։ Ընդդիմությունը պետք է ուշադիր լիներ։ Ես միշտ այդ եմ ասել, որ նես չանի, որ իշխանությունը օգտագործի իր ընդդիմության խնդիրները իր ուժեղության համար։ Տեսեք, հիմա ինչ է անում։ Ինքը մեզ պահում է այդ վանդակի մեջ։ Նախկին ներկա, նախկին ժամանակվա, ինչի է հիմա թիրախավորել ընդդիմության որոշ ներկայացուցիչների, որովհետև ինքը նրանց ժամանակվա, նրանց հետ կապված խնդիրներից է սնվում, վամպիրի պես սնվում է, վամպիրը ոնց է, չէ, այդ այնց ինքը ուժեղանում է այդ թշնամանքից, ատելությունից, այդ խնդիրներից, եւ հիմա նաեւ դժվարը ինչի է, որովհետև մեր քաղաքացիներն էլ
բնականաբար հիշում են այն խնդիրները, որոնք եղել են։ Եվ ստեղ հավատի հարցը կա, որ մարդկանց, որ միասնական ամեն դեպքում լինի։ Տեսեք, ամեն դեպքում մենք պատրաստ ենք բոլորի հետ էլ այս խախտումները կեղծիքներն ու խախտումները արձանագրելու հարցում միշտ մենք օրինակով ցույց տանք ոնց ենք, որովհետև ես որպես մարդու իրավունքների պաշտպան միշտ եմ աշխատել այս բնակավարում, ես գիտեմ ոնց են արձանագրում, ճիշտ ասում, մենք պատրաստ ենք եւ օրինակը լինել, եւ ցույց տալ, եւ համախմբել, այո, սա միայն ընդդիմության հարց չի, սա մեր ամբողջ ժողովրդով մենք պետք է, գիտեք, այս հարցը լուծենք, նայեք, մի այսպեսի բան էլ ասեմ, որ հարցն չէ տալիս, լավ, իշխանությունը կեղծելու է, այդքան ձայնագրություններ մեկ է վախեցնում են։ Ես մեր ժողովրդին ասում եմ, լուծումը որն է, ասում եմ, ժողովուրդ ջան, մենք պետք է լուծենք, մենք պետք է գնանք բոլորով լուծենք այս հարցը, քվեարկելով, առանց վախենալու, այս հարցը պետք է գնանք լուծենք, որովհետև այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Պարոն Թաթյան, ինչ եք դուք անելու հունիսի 8-ին։ Ձեր հայտը երկարաժամկետ հայտ է քաղաքականության մեջ։ Երկարաժամկետ է, հունիսի 8-ին ըստ արդյունքների կտեսնենք ինչ ենք անելու, մենք բոլոր սցենարների դեպքում էլ ունենք մեր գործողությունների ծրագրերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։